Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որի նպատակն է շարունակել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ Կողմերը բանակցություններում կարևոր հանգրվանի են հասել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, իրոք կարող ենք խոսել որոշակի առաջընթացի մասին։ Կարծում եմ այս դեպքում այո, Երևանում է եվրոպական պատվիրակությունը, որի ղեկավարը Եվրահանձնաժողովի միգրացիա եւ ներքին գործերի հարցերով փոխտնօրեն Յոհաննես Լուխտներն է, եւ այսօր նա ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին փոխանցել է այդ վիզային լիբերալիզացիա երկխոսության գործողությունների պլան։ Դա հստակ ճանապարհային քարտեզ է, որը այսպես կետ առ կետ նշում է հերթականությունը անհրաժեշտ քայլերի։ Եվ այս փաստը վկայում է այն մասին, որ իսկապես որոշակի առաջխաղացում կա, հենց այդպես է որակել նաև ինքը Լուխտները, ով ասել է, որ բավական կարճ ժամկետում շոշափելի առաջընթաց է արձանագրվել։ Իր լավատեսությունը կիսում է նաև Հայաստանի ներքին գործերի նախարարը, ով պատմական իրադարձություն է որակել այսօրվա այդ գործողությունների պլանի փոխանցումը։ Հիշեցնեմ այդ վիզայի ռեժիմի լիբերալիզացիայի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել էին անցած տարի, մի քանի փուլ է տեղի ունեցել բանակցությունների, որոնց ընթացքում ինչ որ առաջընթաց կա եւ այսօրվա իրադարձությունը վկայում է այն մասին, որ այդ առաջընթացը գնահատվում է նաեւ Բրյուսելում։ Ակնկալվում է, որ գալիք տարի Երևան պաշտոնական այցով կժամանի ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով Եվրահանձնակատար Մագնուս Բրուները, իսկ դա նշանակում է, որ միգուցե նույնիսկ ինչ որ փաստաթուղթ կստորագրվի այդ այցի ընթացքում։ Այդ վիզաների լիբերալիզացիան Հայաստանի համար ոչ միայն խորհրդանշական, այլ նաև գործնական կարևոր իրադարձություն է, process է, քանի որ դրա արդյունքում ոչ միայն պարզապես զբոսաշրջիկները կարողանան ավելի հեշտ այցելել եվրոպական երկրներ, այլ նաև ուսանողները, գործարարները, պաշտոնյաները, այդ ամենը ուղղակիորեն կազդի նաև տնտեսական զարգացման եւ տնտեսական կապերի ամրապնդման վրա եւ Հայաստանի տնտեսությունը իսկապես զգալիորեն կախված է այդ process-ի արագացումից։ Իսկ ինչն է խանգարում հարցի վերջնական լուծմանը։ Դեռ պետք է մի շարք օրենքներ, կանոններ, նորմատիվներ համաձայնեցվեն եվրոպական ընդունված կարգին, այստեղ եւ բիոմետրիկ անձնագրերն են եւ սահմանի թափանցիկությանը վերաբերող փաստաթղթերը եւ քաղաքացիություն շնորհելու եւ քաղաքական ապաստան շնորհելու վերաբերյալ հարցերը կազմակերպված հանցավորության վերաբերյալ մարդու իրավունքների բազմաթիվ հարցեր պետք է համաձայնեցվեն եվրոպական գործընկերների հետ։ Դե մի շարք դեպքերում իսկապես առաջընթացը կա, մասնավորապես բիոմետրիկ անձնագրերի դեպքում, բայց այստեղ կա նաև քաղաքական հարց։ Այսինքն հարցը պետք է համաձայնեցվի Եվրամիության անդամ բոլոր պետությունների հետ, իսկ Եվրոպայում ոչ բոլոր պետություններն են, որ դրական վերաբերմունք ունեն Հայաստանի հանդեպ։ Ընդ որում նշեմ, որ նույնիսկ Հայաստանի համար բարեկամ պետությունները որոշակի հարցեր ունեն այս դեպքում, քանի որ մտավախություն ունեն, որ Հայաստանի հետ վիզաների լիբերալիզացիան կարող է խնդիրներ առաջացնել, մասնավորապես անօրինական միգրացիայի հետ կապված։ Բայց այստեղ լավ լուրը այն է, որ վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանից անօրինական միգրանտների հոսքի զգալի նվազեցում կա, ես կասեի կտրուկ։ Դա իհարկե մեր ձեռքում կարող է լուրջ փաստարկ լինել։ Բայց օրինակ Վրաստանի օրինակը կա, այս դեպքում կարող ենք ասել տխուր օրինակը, երբ Վրաստանը փաստորեն հանվեց վիզային ռեժիմը, բայց տարիներ հետո եվրոպացիները հակված են խոսել այդ վիզային ռեժիմը վերականգնելու մասին, քանի որ Վրաստանը, այսպես ասեմ, չարդարացրեց իրենց սպասելիքները խոսքը դեպի Ռուսաստան կողմնորոշումը միգուցե վերանայելու մասին է։ Եվրոպացիները պետք է ուզում են վստահ լինել, որ նույնը տեղի չի ունենա նաև Հայաստանի դեպքում։ Արտյոմ, երբ կարող ենք սպասել վերջնական որոշում ռեժիմի ազատականացման շուրջ։
Սովորաբար այդ ռեժիմի ազատականացումը պահանջում է այդ process-ը, հա, 3-ից 6 տարի, բայց մեզ մոտ կարծես թե ավելի արագ է ամեն ինչ զարգանում, քան որոշ այլ երկրներում է։ Բայց process-ի սկիզբը եւ process-ի շարունակությունը դեռ պարտադիր չի նշանակում, որ այն պետք է պսակվի վիզային ռեժիմի վերացումով, հա։ Մեզ արդեն մի քանի անգամ ակնարկել են, որ եթե process-ը սկսվել է, բոլորովին չի նշանակում, որ այն պարտադիր կավարտվի այն ավարտը կունենա, որը մենք ենք ցանկանում։ Մասնավորապես Չեխիայի դեսպան Կարել Չապեկը ակնարկել է, որ չարժի մեծ սպասալիքներ ունենալ, քանի որ Եվրոպայում ամենևին էլ չկա կոնսենսուս Հայաստանի առջև դռները բացելու վերաբերյալ։ Բայց պարտադիր չէ խոսել վիզային ռեժիմի վերացման մասին, մենք խոսում ենք ազատականացման մասին, ինչը հնարավոր է նաև, չգիտեմ, արժեքների նվազում, պարզեցումը ամբողջ process-ի, դա եւս դրական կլինի, թեև մենք ակնկալում ենք, որ ի վերջո նաև կհանվի վիզային ռեժիմը որպես այդպիսին։ Բայց ցավոք առայժմ ականատեսն ենք հակառակ process-ի։ Վերջին ամիսների ընթացքում հակառակը ել ավելի խստացել է շենգենյան պետությունների վիզա տրամադրելու կարգը։ Եթե մինչ այդ դեսպանություններում բավական հեշտ էր ստանալ վիզան, ապա այդ վիզային կենտրոնների դեպքում ինչ որ իմաստով նույնիսկ բարդացել է process-ը։ Դա միգուցե նույնիսկ եվրոպացիների կողմից Հայաստանի վրա ինչ-որ ճնշման միջոց է, որպեսզի Հայաստանը ել ավելի ճկուն դիրքորոշում ցուցաբերի բանակցություններում։ Իդեպ անգամ Հայաստանի արտգործնախարարն է բաց տեքստով ասել, որ Հայաստանի իշխանությունները մտահոգված են եվրոպական գործընկերների կողմից այս վիզային ռեժիմի, այս վիզա տրամադրելու կարգի բարդացման հետ կապված, դե ամեն դեպքում հույս կա, որ գալիք տարին այդ իմաստով բեկումնային կլինի եւ մենք կունենանք այն արդյունքի գոնե մի մասը, որը ակնկալում ենք։ Շնորհակալություն Արսեն։